Ձերընդ գերազանցություններ, պատվարժան հյուրեր, տիկնայք եւ պարոնայք։ Մեծ պատիվ է այսօր ձեզ հետ մասնակցելու Հայաստանի Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։ Մեր ազգային տոնը ոչ միայն Հայաստանի անկախության հռչակման տոն է, այլև մեր որդեգրած արժեքների, ազատության, տոկունության, խաղաղության եւ ժողովրդավարության հանդեպ հանձնառության վերահաստատում։ Այս տարի մեր տոնակատարությունն ունի շատ կարևոր ուղերձ։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին հռչակագիր, որը բացում է մեր պատմության նոր էջը։ Այն կարևոր հանգրվան է մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին։ Խաղաղություն, որին մեր ժողովուրդները վաղուց են սպասում եւ որին արժանի են։ Ուրախ ենք, որ այս կարևոր օրը նշում ենք Մադրիդում, մի քաղաքում, որը խորհրդանշում է մշակութային բազմազանությունը, երկխոսությունը եւ բարեկամությունը։ Հայաստանի եւ Իսպանիայի հարաբերությունները հիմնված փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր ձգտումների վրա շարունակաբար զարգանում են քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում։ Մենք բարձր ենք գնահատում Իսպանիայի դերը որպես գործընկեր, թե Եվրոպական միության շրջանակներում, թե դրա սահմաններից դուրս, եւ ակնկալում մեր համագործակցության հետագա խորացում։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայում բնակվող հայ համայնքին, որի նվիրվածությունը ու աշխատանքի շնորհիվ մենք երկու ժողովուրդների միջև ստեղծել ենք կենթանի կամուրջ։ Թող այսօրը եւս մեկ առիթ հանդիսանա ավելի խորացնելու Հայաստանի եւ Իսպանիայի կապերը, իշա մեր ժողովուրդների բարության, խաղաղության եւ բարեկամության։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը եւ Իսպանիայի թագավորությունը։ Շնորհակալություն։